Մարտիրոսյան ունան, մանկավարժական գիտությունների թեկնածու, Էջմիածնում ծնված, Էջմիածնում ապրած, Էջմիածնի համար ինչ-որ բան արած, ընդ որում նաև Հայաստանի Հանրապետության համար, հայ ժողովրդի ուսանողության բուհական իմ աշխատած տարիներից սկսած 30 տարի դպրոց ղեկավարած եւ այլն։ Աջակցում եք վեհափառ Հայրապետին։ Անշուշտ, միանշանակ այսօր մնում եմ հավատարիմ հայ առաքելական եկեղեցուն, հավատարիմ եմ մնում իմ վեհափառին, հուդայական որևէ հայացքների կողմնակից չեմ, մնում եմ ինքս որպես հայ հավատարիմ իմ պապերի տված սրբազան ուխտի, հավատարիմ մնում եմ ես իմ Սուրբ Էջմիածնին, հավատարիմ մնում եմ ես իմ, այսինքն մինչև իմ մահս, բան չի մնացել ապրելու, բայց խոսելու եմ միայն ու միայն հայերեն, հավատարիմ եմ մնում իմ հայոց լեզվին, մայրենի անուշ լեզվին, հավատարիմ եմ մնում իմ ազգային արդար դատին, որովհետև իմ ծնողները, իմ պապերը ունեն ազգային արդար դատ, որը այսօր ցավոք սրտի իմ իշխանությունները փորձում են ուրանալ, ոչ ով ուրանա, թող որ զույգ աչքից ինքը ուրանա։ Նիկոլ Փաշինյանի նպատակը հիմա ո՞րն է։ Ուրեմն աղջիկս, ընդամենը պատասխանեմ ես ձեզ, այսպես որ ինչ վերաբերում է 10 սրբազաններին, ովքեր որ այսօր դավել են առաքելական Սուրբ եկեղեցին, չգիտեմ, Աստված իրենց հետ, թող Աստված ինքը դատի, դատաստանն անի, թող ինքը իմանա, թե ինչ կերպ ինքը իրենք պիտի պատասխան տան, բայց ամեն դեպքում Աստծու առաջ մենք բոլորս հավասար ենք եւ վերջին հաշվով ինչ մնում է մեր հավատամքին, մենք պարտավոր ենք հավատարիմ մնալ մինչև մեր կյանքի վերջ, որովհետև մենք առաքելական հայ առաքելական եկեղեցու հետևորդներ ենք բոլորս։